Նիկոլ Փաշինյան կաթողիկոս Կիլտիմի գզբրտոցի կոնտեքստում մի քանի փաստներ եկեղեցու վերաբերյալ նոր դիտարկենք այդ գզբրտոցը։ Նախիմիկվա եկեղեցին ոչ մի կապ չունի միջև ցարական 1917 թվականի հեղափոխության հետո եղած եկեղեցու հետ, միջև այդ ուրիշ եկեղեցիներ 1917 բոլշևիկյան օկուպացիան 1920 թվականի տեսքում ուրիշ եկեղեցին ոչնչացրել են բոլշևիկները եւ վերակազմել են 41-42 թվականին որպես մշակութային ֆիլիալ եւ ավելի շատ օգտագործվել է ԿԳԲ-ի կադրեր պատրաստելու եւ համասփյուռ հայությունը որպես ինֆորմացիոն բազա հավաքագրելու համար։ Եկեղեցին հիմիկվա սովետի ժամանակ ոչ մի կապ չունի այն եկեղեցուն, որ եղել է ավելի առաջ։ Հիմա միած հետաքրքիր հարց. քանի գործող եկեղեցի կա Երևանում։ 16։ Քանի գործող հայ առաքելական եկեղեցի, չնայած չկա հայ առաքելական, կա հայաստանյաց, կա առաքելական եկեղեցին հասկացողություն չի ճանաչում քրիստոնեությունը եկեղեցին։ Ռուսաստանում քանի գործող առաքելական եկեղեցի կա։ 8, 10, հələ կարող ավելի քիչ։ Իսկ քանի գործող եկեղեցի կա Ստամբուլում։ 44։ Ստամբուլում կա 44 գործող եկեղեցի, ոչ թե կանգուն, այլ գործող։ Վրաստանում աղքալակի եկեղեցիներն են, Թիֆլիսում 2-3 հատ է, կարծեմ գործող եկեղեցի հայկական։ Սովետի ժամանակ Հայաստանում գործող եկեղեցին եղել է Խորվիրապ, են կողմ, Վայոց Ձոր, Սյունիք եկեղեցի չի եղել, Գառնի Գեղարդ է տուրիստական ուղով, Երևանում Սուրբ Սարգիսն է, այնտեղ Ավանի ու Նորքի եկեղեցին չեմ հիշում գործել են, բայց մարդիկ գնում գալիս են, եթե գործել են նշեք։ Դեշմիածնի եկեղեցիներն են 3 հատ գործել, Լենինական Գյումրիում էլ այդ վերականգնված եկեղեցին, ուրիշ եկեղեցի գործող եղել է սովետի ժամանակ Հայաստանում։ Գեղարդը, Խորվիրապը, Էջմիածնի 2-3 եկեղեցին 5, Երևանում Սուրբ Սարգիսը 6, Գյումրիում Լենինականում էլ մի եկեղեցի, Տավուշի մարզ, այնտեղ Իջևանն այդ հատվածն է, եկեղեցի չի եղել գործող։ Եթե եղել է նշեք, Սևանավանքը չեմ հիշում, փոքր եմ եղել, հատուկ չեմ ճշտել, գործող եղել է, թե չէ։ Որպես տուրիստ գնացել ենք, բայց գործող տես չեմ հիշում։ Հիմա մենք ինչն ենք քննարկում եկեղեցու դերը մեր պատմության ընթացքում, թե միկվա եկեղեցի Նիկոլ գզբրտոցը, որտեղ Նիկոլ Փաշինյանը իր թիմով, թե նախկինները, թե մշակույթի մասնաճյուղ սովետի ժամանակ ԿԳԲ ֆիլիալ սովետի ժամանակ եկեղեցին հայազգին չեն ներկայացնում հայոց պետականության հետ կապ չունեն։ Իսկ ինչ կապ ուներ նախկինում առաքելական եկեղեցին, տարապես նախկինում մինչև 1917 թվականի ցարական Ռուսաստանում հեղափոխությունը եւ երիտուրքերի հեղափոխությունը 1907 թվականի եկեղեցին մեր չինովնիկական ապարատն էր, կա դաստեր, հարկային հիմնական եկեղեցու հիմնական գործառույթը դա հաշվարկներ անել, մարդկանց ծնվել մահանալը հաշվել եւ հարկեր հավաքելն է։ Եպիսկոպոս բառը հուներեն բառ է, որ նշանակում է հարկահավաք, նալոգոյ նաձեռացել, վերարկացու։ Մենք վերարկացու ենք ասում, որ նշանակում է հարկահավաք։ Եկեղեցի բառը հունական բառ է, որ կոչվում է ժողովատեղի։ Ընդհանրապես քրիստոնեությունը այն ձևով ինչ որ մենք գիտենք, քրիստոնեությունը կտակարանը ոչ մի կապ չունի այն նորարար ռեֆորմատոր հրյա Յակշայի հետ, որ մենք ասում ենք Քրիստոսին, Քրիստոսը օծյալ փրկիչ, այդ անունն է։ Դա առաջի դարի, երկրորդ դարի, երրորդ դարի քրիստոնյաները դրանք փոփոխական բաներ են, ընդհանրապես քրիստոնեությունը կտակարան այն ձևով ինչ որ մենք գիտենք, դա ստեղծվել է հին հռոմեական կայսր Դիոկլետիանոսի կողմից, մեկ ազգ, մեկ պետություն, մեկ կրոն դոկտրին շուրջ, որպեսզի Հռոմի այդ բոլոր ցեղերը, պետական ազգային միավորումները, այնտեղ Աֆրիկա, Իսպանիա, այնտեղ հույներ, հայեր, եգիպտացիներ, գերմանական ցեղեր գալեր, բերեր մի ստանդարտի։
խոսքի Աշոկան հնդկական թագավորը հնդկաչին թերակղզի հետ բազմաց բանը բերել մի պետական միավորման մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում Շիխուանձին չինական յետկայացությունները բերելա նույնպես կրոնական պետական գիտակրթական մի մակարդակի հին հռոմներ էդի ուզում աներ, բայց չստացվեց, այսինքն Հնդկաստանը ու Չինաստանը ոնց որ հին հռոմն է այդ միջերկրական ծովի շրջակայքով տերությունը, որը որ կայացել է մի ազգային պետական դակտինի շուրջ ձևավորի հին հռոմի մեջ դա չստացվեց, մասամբ շարունակել է Կոստանդին մեծ կայսրը քրիստոնեության առումով, բայց դա արդեն Բյուզանդիայի շրջանակում, այսինքն քրիստոնեությունը դա մարդկային զարգացման աստիճան բարձր գագաթնակետն է այն ժամանակվա ռեալներով, որը իր մեջ հավաքել է հին Հռոմում նվաճած ազգերի, ցեղերի, հին հունական փիլիսոփայության, հնդկական, չինական բանը արժեքահամակարգ գաղափարները եւ ստեղծել է քրիստոնեությունը, մեծ եկեղեցին որպես այդևի դա հարկահավաք կառույց է, չինովնիկական ապարատ, դատական, հարկային, կադաստր, նոտարիուս, այսինքն տերտերը դա գյուղապետ, քաղաքապետն է եղել, երբ վանահայր եպիսկոպոսը դա քաղաքապետ, մինիստր, մարզպետ, կաթողիկոսը վարչապետ, այդ համակարգն եղել, որը առաջնորդվել է կտակարանով մարդիկ էլ դեն Աստծո վախից, Աստծո հաջողությունից 10% հարկ են տվել, մինչև քրիստոնեություն հարկ հասկացողություն չի եղել, քրիստոնեությունը վերազգային կրոնակ, ազգ հասկացողություն չի ճանաչում, մինչև այդ եղել է ազգային կրոններ, քրիստոնեությունը, մահմեդականությունը, բուդդիզմը վերազգային կրոններ են, ազգ հասկացողություն չեն ճանաչում, հիմա այս ամենը որ զատել ենք, լուսաբան ենք, ինչ ենք շահում ենք Նիկոլ Փաշինյան, կաթողիկոս Գզբրտոսին, այն մանիպուլատիվ ապականությունները, որ Նիկոլը թլպատված չի, այդ միալ լպիրչությունա կտակարան ու սամը չկարդաց կամ թեթև թեղթած իմ հայ ազգին, որը զանազան պատճառներով չի կարում կենտրոնանա կարդա, մի քիչ է խորհուրդ տան, որ անի, շատ հեշտ է մանիպուլացնել, մենք պետք է ցանկացած դեպքում մեր հայրենիքը, հայ ազգը, այդ թվում մեր հայ ազգի պապենական, պատմական ժառանգություն հանդիսացող եկեղեցիները ազատագրենք ռուսական բոլշևիկյան օկուպացիայից, որի կարկառուն ներկայացուցիչն է ոչ միայն KGB ֆիլիալ հայ առաքելական եկեղեցին, որ կապ չունի առաքելական եկեղեցու հետ եւ մեր կառավարություն ղեկավար առաջնացող ներկայիս Նիկոլ Փաշինյանի իր ԿՊ-ով նախկինները իրեն կապ չունեն հայոց պետականության ու հայ ազգի հետ, հիմա եթե համամիտեք արդեն կարանք անցնենք ուրիշ հարցին, ոնց անենք որ այդ ամենը լուծենք